Մի այնպիսի հարցի վրա կենտրոնանայի, որը վերաբերվում է ընտրություններին, որը վերաբերվում է նախընտրական շրջանում իշխանությունների կողմից մշակված կոռուպցիոն, օրինական կոռուպցիոն ճանապարհային քարտեզին։ Այս գումարները, որոնք ուղղում են սոցիալական նպատակներով, պետք է հասկանանք որտեղից են առաջացել։ 2025 թվականին հիշում եք, մինչև այդ որոշում կայացրեց գույքահարկի բարձրացման եւ արդեն 2026-ին գույքահարկը 100%-ով թանկացել է։ Իսկ իրական գետնի վրա մարդկանց տների գույքահարկը թանկացել է ընդհանուր 300-400-500%-ով։ Ավտոկայանատեղիների վճարները 12,000 դրամից սարքեցին 160,000 դրամ։ Հարկային ահաբեկչությունը տարածվեց ամենուր, փոքր բիզնեսի վրա հիմնականում։ Ներառյալ նաև մարդկանց աղբի վճարները հաշվարկեցին քառակուսի մետրերով։ Եվ ստացվում է այնպես, որ իշխանությունները նախապես պլանավորել էին բյուջեում ապահովել հսկայական մուտքեր, որովհետև 2026 թվականի նախընտրական շրջան է եւ պետք է իրականացնեին ամբողջահաճո որոշումներ, որոնց տակ պետք չի իրական կամ տրամաբանական հիմք փնտրել։ Միաժամանակ նաև ուզում եմ նշել առողջապահության ոլորտում այդ պարտադիր ապահովագրության ծրագրի ներդրման հետ կապված, որը նույնպես առանց պիլոտային ծրագրի իրանք իրականացրեցին եւ թավշյա այդ հեղափոխականները սկսեցին թմկահարել, որ Հայաստանի երրորդ հանրապետությունում առաջի անգամ կենսաթոշակառուն ստանում է 4 միլիոն դրամի ապահովագրություն։ Այս բոլոր քայլերը իրենք անում են նախընտրական քարոզչության նպատակով եւ եկեք նաեւ նայենք մյուս կողմը ինչ պայմաններ է ձևավորվել ընդդիմության համար։ Այսօր եթե դուք փորձեք մարտի 8-ին այցելել ձեր հարազատ դպրոցի տնօրենին կամ դպրոցի հարազատ տնօրենին, փորձեք ծաղկեփունջ տալ կամ մի այլ նվեր, դա միանշանակ բանը որակվում է որպես կոռուպցիոն գործողություն։ Այսինքն ընտրական այս process-ում այնպիսի նորմեր են ընդունել, որ հաստատի ստացվում է, որ ցանկացած քայլ ընդդիմության կողմից որակվելու է որպես կոռուպցիոն գործողություն։ Բայց այն հանգամանքը, որ իրենք տասնյակ եւ հարյուրավոր միլիարդներ նախատեսում են բնակչությանը տրամադրել ընդհանուր միջև ընտրությունների վերջ, հստակ երևա, որ իրանք հաշվարկ չունեն։ Իրանց թվում է Հայաստանի երրորդ հանրապետությունը հունիսի 8-ից հետո գոյություն չի ունենալու։ Եվ այս ժամանակահատվածում նայեք ինչ են անում։ Ստեղծում են մի հատ հսկայական ճեղք պետական բյուջեում, դա նաև վերաբերում է հիմնականում ապահովագրությանը, պարտադիր առողջապահության, որ ոչ մի հստակ հաշվարկ չկա, դուք կարող եք ինքներդ հաշվել, եթե կես միլիոն մարդ փորձի օրինակ 4 միլիոն դրամի ապահովագրություն ստանալ 3 ամսում, պետական բյուջեից ոչ մի բան չի մնալու։ Այսինքն իրանք ուղղակի հաշվարկ միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ խնդրում է թոշակառուներին հանգարց չվազեք միանգամից պոլիկլինիկաներ եւ հիվանդանոցներ եւ ստանաք ապահովագրություն, որովհետեւ իրանք գիտեն, որ իրանց որոշումը, որ ընդունել են, ընդհանրապես նպատակ ունի նախընտրական շրջանում դիվիդենդներ հավաքել։ Հաջորդը ժողովուրդ ջան, բանակային ռեֆորմը շատ գեղեցիկ մատուցեցին, փաթաթավորեցին, որ խաղաղության ժամանակաշրջանը եւ բանակը սարքեցին 24 ամսից 18 ամիս։ Այս հարցում ես հստակ համոզված եմ, որ հունիսից հետո անկախ նրանից իրենք մնան թե չմնան, մեր զինվորի վրա սահմանում միջին ծանրաբեռնվածությունը այն աստիճանի է, եւ այստեղ մենք ընկերներ ունենք, որոնք ավելի մանրամասն այդ մասով կխոսեն, ես չեմ անդրադառնա, որ իրանց որոշումը նույնպես անհիմն է։ Եզրափակելով հանդերձ ասեմ, որ այս բոլոր օրենքներն ու որոշումները, որոնք իրենք իրականացրել են, եթե իրոք, ինչպես մեր պարոն Հակոբյանը նշեց, մտածում էին կենսաթոշակառուների մասին, մի քանի տարի առաջ կարային իրականացնեն եւ այս 8 տարվա ընթացքում 2026 թվականը չհաշված 1 միլիարդ 200 միլիոն դոլար պարգևավճար են տվել պաշտոնյաներին։ Եվ այս մասով էլ ասենք, մենք դեմ չենք պարգևավճար հասկացությանը, բայց մենք կողմ ենք, որ նույն պետական համակարգում մշակվի բոնուսային մրցակցային այնպիսի համակարգ, որ պետական իրական աշխատողը, որը մտածում է պետության մասին եւ
խոնարհաբար կատարում է իր պարտականությունները, այդ մարդը գնահատվի։ Ոչ թե այդ պարգևավճարները տան այն նույն խնամի ծանոթ բարեկամ, իսկ իրականում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվերապահ հավատարմություն ցուցաբերած կեղծ պատարակներին մասնակցող նախարարներին, որոնց աշխատավարձը 7-8 անգամ գերազանցող պարգևավճարներ են ստացել։ Շնորհակալություն։